Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, սիրելի քրիստոնյա հավատացյալ հայ մարդիկ ջան։ Ուրեմն նոր համանցածում տեսա, որ այդ հանրապետականների օֆիսը, այդ նա կես մետրանոց Սերժի կա, չէ՞։ Ոչ թե մենակ հանրապետականների օֆիսը, սիրելի մարդիկ, հայ մարդու որոշման հետ չհամակերպվող Հայաստանի Հանրապետության եւ հայ մարդու հետ երբևիցե ուղիղ կապ չունեցող ներողություն օտարի ծառաները սենց իրանց ոհմակով դուք իրանց ոհմակին լավ եք գիտում մենք լավ իմանում ենք այդ ոհմակը ինչ խմբից է սենց ձևավորված դե Գարեգին Բ իր այս բագրատիկներով այդ Գյումրի թեմի առաջնորդ դրանունը ես չգիտեմ ու չմեկարում տենց մտա բերեմ այդ դրա խոսակցությանը որ լսում ես խոսակցությունը ուղղակի փողոցային խուժանից ոչինչով չես տարբերում անդաստիրակ փողոցային խուժանից ոչինչով չես տարբերում դրանք են տենց հանրապետականների այդ գրասենյակը օֆիսը Գարեգին Բ-ն իր մանկլավիկների սքեմի տակ թաքնված խուժաների հետ վերջացած հայ մարդու այրան կարոտ մնացած Ռոբիկով մեզ բոլորիս մաֆիան 2018 թվականից իր տեղը չի գտնում ուղղակի իր տեղը չի գտնում ատելությամբ լցված հայ մարդու որոշման նկատմամբ ոչինչ չեն խնայում որպեսզի հայ մարդու անդորը խանգարեն ոչինչ Գիտես ինչի համար են իրանք կարողանում հենց ոչինչ չխնայեն որտեվ ռեսուրս ունեն որտեվ հայ մարդուց տասնյակ տարիներով գողացված միլիոնավոր դրամները անշարժ գույքերը որտեղ հարյուրավոր հազարավոր մարդիկ են աշխատում այո հայ մարդու գողացած ռեսուրսը օգտագործում են հայ մարդու դեմ օգտագործում են հայ մարդու դեմ Այն որ ասում է մարդ իր հալալ քրտինքով որ աշխատում է 2 կոպեկ որ ծախսում է մտածելով է ծախսում ջանին ցավ է տալիս բայց այն որ գթած օթի մեջից կպցրած փող է ունենում սենց ինչ որ միտեղից օթից կպցրել է ծախսելուց աշկին չի ճպում հիմա սրանցն է Եթե սրանք ես ռեսուրսը ստեղծել էին հալալ քրտինքի միջոցով, սենց ափրծփեր հայ մարդու դեմ չէին օգտագործի։ Օթից կպցրած ռեսուրսը, որ տասնյակ տարիներով կպցրել են, ահռելի ռեսուրսի են տիրապետում։ Դրա համար կարում են Վնգստան հոխորդան միջև այսօրս։ Միջև այսօրս։ Մեկը մի հատ հեռախոս մի հատ տեվ Եվ ամեն մեկը agrությունը հոխորդակ վերնագրելու ասել ենք ասում ենք ձեր սրբապիղծ կենսագրությունը մեզ չի հետաքրքրում մեզ չի հետաքրում ինչքան էլ որ անժոյի բիսետկեքում վեր ինգնեք եւ ձեր ընտանիքի կենսագրությունը սրբագրեք ուրիշի վրա չի ստացվելու այնպես ինչպես ձեր դավաճան տեսակ ինչքան ուզենակ խուցափեք դրանից սենց սրբագրեք ինչ որ մեկի վրա հայ մարդու վրա ինչպես այդ չի հաջողվել եւ չի հաջողվելու այնպես է ձեր անբարոյական ընտանիքի կենսագրությունը չի հաջողվելու սրբագրել ինչ որ մեկի վրա սա անգաշների տողարեք մենք արդեն անկիր ամեն մեկը ծանոթ ենք ամեն մեկի կենսագրության հետ եւ կարիքն էլ չկա անընդհատ ամեն վարքյան անժոյ բիսետկեքից մեզ ձեր ընտանիքի կենսագրության մասին հիշացնեք Չունենք դրա կարիքը Սիրելի մարդիկ հավատացյալ մարդիկ Աստվածապաշտ մարդիկ իշխանությունը հարցակում է գործել ղեցիների վրա մեր սուրբ արժեքների վրա Ներողություն կապ ընդհանրապես սիրելի մարդիկ ուրեմն բոլոր այն անասունները ովքեր նման խոսույթ են տարածում հոխորդում Բա իշխանությունը հարցակվել է եկեղեցիների վրա
մեր սուրբ արժեքների վրա, թող անգաշներին օղանեն։ Իշխանությունը եւ հայ մարդիկ, աստվածապաշտ մարդիկ չեն հարձակվել եկեղեցիների վրա, չեն հարձակվել։ Ուղղակի հայ մարդիկ եւ այո իշխանությունը հարձակվել են, ուշացած հարձակվել են եկեղեցիներում Աստծո խուժաների վրա, որպեսզի սքեմի տակ թաքնված Աստծո տունը, Աստծո անունը իրենց անձնականի համարներից դուրս վռնդեն Աստծո տներից։ Ու այո, հայ մարդիկ ազատագրելու են արևանգված Աստծո օջախները։ Սա որևէ մեկը թող չկասկածի ու հայ մարդու համարձակության, կամեցության, դուխի, կամքի վրա որևէ մեկը չկասկածի։ Այո, որպես հայ մարդկանցից մի փոքրիկ մասնիկ ես ոչինչ չեմ խնայելու, որպեսզի Աստծո օջախները ազատեմ արևանգությունից, սքեմի տակ թաքնված խուժան տերտերներից, ովքեր ակտիվորեն ամեն ինչի մեջ մասնակցում են, ովքեր ակտիվորեն քթները կոխում են ամեն ինչի մեջ, բացի Աստծո խոսքը տարածելուց, ովքեր քարոզում են ամեն օր ակտիվորեն իրենց Facebook-յան էջերում հոխորդում են եւ սրա նրա շահերի կողմից քաղաքական աղբանոց նետված ուժերի շահերն են պաշտպանում։ Սքեմի տակ թաքնված սրիկա խուժան շանվորթիներ։ Բայց եթե կարողանում եք այդպես ակտիվորեն ձեր Facebook-յան էջերը օգտագործեք, հեռուստալիքները օգտագործեք ու հոխորտակ, սպասարկելով օտարի շահերը, հայ մարդկանց որոշման հետ չհամակերպվող, ատելության, աբիժնիկության, տգետության մեջ տառապող, հայ մարդկանց այրան կարոտ մնացածների շահերը եւ իրենց քարոզեք։ Ինչ չեք այդպես ակտիվորեն իրար հերթ չտալով Աստծուն քարոզում, Աստծո խոսքը քարոզում, Աստվածաշունչը քարոզում։ Ինչի՞։ Թե դա ձեր չի տալիս։ Գիտեք ինչի՞։ Որովհետև ինչպես ձեր տերերը չեն կապունացել Հայաստանի հայ մարդու հետ, այդպես էլ դուք կապ չունեք եկեղեցիների հետ, այդպես էլ դուք ոչ մի կապ չունեք Աստծո հետ։ Ինչպես հայ մարդու կողմից 2018 թվականի մերժված խուլիգան բանտան հայ մարդու եւ Հայաստանի Հանրապետության անունը տալով ոչ մի կապ չհաստատելով Հայաստանի Հանրապետության եւ հայ մարդու հետ ուղիղ կապ հաստատեց Հայաստանի Հանրապետության անդերքի հետ, հարստության հետ, հարստացավ եւ հարստացեց ձեր նման խուժաներին։ Հայաստանի Հանրապետության կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող հարստությունը 2 կոպեկ գրոշի դիմաց նիվերաբերեց իրենց ցարերին, այդպես էլ դուք ոչ մի կապ չունենալով Աստծո հետ, Աստծո տան հետ, արևանգել եք Աստծո տունը եւ եկեղեցիների անունը տալով, Աստծո անունը տալով, ստուծնդուց դրաններ եք շորթում ձեր անձնականի համար, ձեզնից որևէ մեկը ձրի ինչ-որ մի հատ արարողություն կատարելա, կլինի ուրախություն, տխրություն, կնունք, իհարկե ոչ, նախորոք գլխանց միջև ձեր փողը չեք վերցրել, ոչ մի արարողության չեք մասնակցել եւ չեք կարել, նախոր մարդիկ գնացել են վարկ են վերցրել, հավատացյալ մարդիկ, աստվածապաշտ մարդիկ վարկ են վերցրել, որ դու իրանց առիթների մասնակցեք, խանութներից կարային, ջուր, լիմոնադ, հաց նիսյա վերցնեին, բայց դուք նիսյա ոչ մի արարողություն չէիք անում, ոչ մի միջև գլխան ձեր փողը ֆիքսված ձեր գումարը չէիք վերցնում։ Այ մոմավաճառներ, այդպես էլ այո դուք ոչ մի կապ չունենալով Աստծո եւ եկեղեցիների հետ, Աստծո տան հետ, Աստծո եւ Աստծո տունը շահարկելով ձեր անձնականն եք առաջ տանում եւ այսօր էլ եկել եք հոխորդում եք հայ ժողովրդի իշխանության հասցեին ձայն Աստծո ձայն բազմանց այն հոգեվորականը ով ժողովրդի հայ մարդու ձայնը կասկածի տակ է դնում եւ հոխորդում է հայ մարդու ձայնի որոշման վրա
ինք ուղակի սրբապիղծ է։ Այսօր հենց այս գշերին ենք պետք է դուրս վռնդվեն Աստծո օջախներից։ Եվ հավատացյալ մարդիկ, այո, պետք է կանգնեն ոտնի։ Պետք է կանգնեն ոտնի։ Իրական, իսկական Աստծո զավակները, հոգևորականները, զավակների, մենք բոլորս ենք Աստծո զավակները, բայց իրական հոգևորականների գլխավորության պետք է շարժում սկսվի եւ հավատացյալ հայ մարդկանց աջակցության շնորհիվ վերջնականապես 30 եւ ավելի տարվա արևանված Աստծո օջախները պետք է ազատագրվեն։ Պետք է ազատագրվեն, այլևս որևէ մեկին չի հաջողվելու սքեմի տակ թաքնվի, ոչ մեկին, այլևս որևէ մեկին չի հաջողվելու սքեմի տակ թաքնված Աստծո տունը պոռնիկության վերածի։ Բոլորի քարոզն անի, բոլոր օտարների քարոզն անի, բացո Աստծո քարոզը։ Քոչայանի գիրքը ավելի ակտիվորեն է քարոզում տարածում, քան Աստվածաշունչը։ Սքեմի տակ թաքնված խուժաններ։ Դուք այո դաժանաբար, եթե ձեր համոզկանքով չհեռացաք Աստծո օջախից, ձեզ քաշ տալով են դուրս շպրտելու Աստծո օջախներից, որովհետև դուք Աստծո տունը պոռնիկության վերածածներն եք, որովհետև դուք Աստծո տունը առևտրի վերածածներն եք, եւ մենք ձեզ քաշ տալով դուրս կվռնդենք Աստծո օջախներից։ Եվ ուրեմն այս մաֆիան, որ սենց կազմակերպվել է ակտիվորեն, ոռնոցներում կապել են, ես հիմիկվանից նախորոք ցավակցությունս եմ հայտնում ձեզ։ Դուք չեք ներվելու, այլևս այոյի վրա է հասել համբերությունը կորսած հայ մարդու վրեժի ժամանակը։ Եվ հայ մարդը իր տասնյակ տարիներով վրեժը պետք է լուծի մեկ վայրկյան շուտ։ Եվ սրանց բերանից վարար գետի նման պետք է հոսա տասնյակ տարիներով հայ մարդու ծծած այրունը։ Սիրելի հավատացյալ մարդիկ, սիրելի մարդիկ, ինչքան ուզում եմ Վնգստան, Հոխորդան հայտարարություններ տարածեն, ոչ մեկ սրբությունների վրա չի գրոհում, Աստծո օջախների վրա չի գրոհում։ Եթե կա գրոհ, ուրեմն այդ գրոհը Աստծո տունը պոռնիկության վերածած, առևտրի վերածած, սքեմի տակ թաքնված խուժանների վրա է, որպեսզի վարկյան առաջ սուրբ օջախները, սուրբ Աստծո օջախը ազատագրվի սքեմի տակ թաքնված խուժանների ներկայությունից։ Ու այո, Աստծո օջախները կազատագրվի սքեմի տակ թաքնված խուժանների ներկայությունից։ Ես դրանում վարկյան անգամ չեմ կասկածում։ Աստված մեզ հետ ամեն ինչ լավ է լինելու։ Աստծով։ Ուրեմն էլ հայտարարություններով հանդես չգաք, մի հոխորդացեք, էլ Աստծո անունը դուք կոր Աստվածուր, դուք ինչ կապ ունեք Աստծո հետ, դուք ինչ կապ ունեք եկեղեցիների հետ։ Եկեղեցիների վրա չի գրոհը։ Եկեղեցի վրա չեն գրոհում, այլ եկեղեցում թաքնված, եկեղեցու հետ որևէ կապ չունեցած, եկեղեցիները իրենց անձնականի համար օգտագործող գադագյուտեքի վրա գրոհը, այլ ոչ թե եկեղեցիների։ Եկեղեցիները պոռնիկության վերածածների վրա գրոհը, եկեղեցին առևտրի կենտրոնների վերածածների վրա գրոհը, նրանց վրա ովքեր գրոհը, ովքեր ներկայանում են եկեղեցական Աստծո խոսքը տարածող, բայց քոչոյի խոսքը ավելի ակտիվորեն են տարածում, քան Աստծո խոսքը։ Քոչոյի գիրքը ավելի ակտիվորեն են քարոզում, քան Աստվածաշունչը։ Որ Աստծուն ծառայությունը թողել են, եկել են Երևանյան փողոցներում հոխորդում են։ Այդ դրանց վրա է գրոհը, որ Աստծո տնից փախել են, եկել են Երևանյան փողոցներում հոխորդում են։ Որ աշակերտներ են հավաքում, թե ինչ կազմակերպում են, երեխաներ են հավաքում, երիտասարդներ են հավաքում, սովորացնում են, թե ով որ ժամին ինչքան պետք է խուլիգանություն անի, հայ մարդու անդորը խանգարի, այլ ոչ թե Աստծո խոսքն են քարոզում, Աստծո խոսքն են սովորացնում,
Այդ դրանց վրա է գրոհը։ Ու դրանց ներում բեկում չկա։ Այլևս դուք բացայտված եք։ Այլևս դուք որևէ հնարավորություն չունեք սքեմի տակ պահկված